Վառ ծաղիկներ, թաց կանաչ, բացիկ հիշեցնող բնապատկերներով է Հայաստանը երկրի օր նշում։ Այս տարվա ապրիլի 22-ի համար աշխարհը կարգախոս է ընտրել «Մեր ուժը, մեր մոլորակը»։ Տոնի թիրախներից կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ կենսաբազմազանության պահպանության մասին խոսելու համար Հայանտառի թիմն ընտրել էր Մայրբուհի կենսաբանության ֆակուլտետը։ Ուսանողներին ներկայացրին այս գարնան ծառատունկը ոչ թե ստանդարտ շաբաթօրյակների պես են անելու, այլ տնկին տալու են համայնքների դպրոց մանկապարտեզի բակում ցանեն, խնամեն, որ կպչի։ Խնդրում ենք տնկելուց հետո գոնե դպրոցի երեխաներին ասեք շաբաթը մեկ ամեն մեկը մի դույլ ջուր դցնեն։ Սերմնաբուսակներն ի դեպ հենց Հայանտառի տնկարկներում աճեցված սոճի, կաղնի, հացենի, թխկի ու ձիակասկ են։ Սերմից ինչպես են փակ արմատային համակարգով փոքրիկ ծառեր աճեցնում, լսարանին ցույց տվեցին տեսահոլովակով։ Հպարտացան։ Վայոց ձորում առաջիկայում նաև կարմիր գրքյան գիհի կաճեցնեն։ Ի դեպ հենց Վայոց ձորում է Հայանտառն առաջինը նաև փեթակներ տեղադրել ու արդեն վայրի մեղր է սուպերմարկետներում վաճառվում։ Ձեռնարկատիրական ծրագրերից պատմեցին նաև էկոտուրիզմը զարգացնելու մասին, ինչին հաջորդեց երիտասարդների անհանգստությունը։ Չկա մտավախություն, որ այդ ուղղությունների զարգացումը կարող է ավելի բացասական հետևանքներ ևս բերի։ Անտառը Հայաստանում առաջինը Սյունիքի մարզից օրը 24 ժամ շաբաթը 7 օր հսկող էկոպարեկներ ունեն արդեն։ Հույս կա, որ եւ ծառահատումները կպակասեն եւ անտառի աղտոտումը, ասաց Հայանտառի ղեկավարը։ Համալսարանում հիշեցրին բնության պահապան էկոպարեկները իրենց բուհում են մասնագիտական վերապատրաստում անցնում։ Առաջինը հատուկ պահպանվող տարածքների մասին ընդհանուր տեղեկատվություն է տվել, երկրորդը բուսաբանությունից, բույսերի տեսակ որոշում եւ այլն ինչպես կարելի անել, կենտանաբանությունից նույն ձև եւ անդառագիտությունից։ Այսինքն այս 4 հիմնական բաղադրիչները իրականացվել է կենսաբանության ֆակուլտետում, իսկ օրենսդրական այս ոլորտին առնչվող գործընթացները անցկացվել է իրավաբանության ֆակուլտետում։ Երկրի օրվա առիթով Սևակ Մարկոսյանը ուսանողներին պատմեց նաև Հայանտառի թափուկ վառելափայտի հատկացումներից միջև միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերի մասին։ Առաջարկեց մասնակցել ծառատունկերին, հրավիրեց իրենց մոտ պրակտիկա անցնել։ Իհարկե նաև հիմնական վիճակագրությունը ներկայացրեց։ Հայաստան կողակին 242.920 հեկտար տարածքից անտառածածկ է 286.474 հեկտար է, որը կազմում է Ղարաբաղյան գտնվող հողերի շուրջ 96%։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի բերած տնկիներից փոքրերը էկոլոգիապես ակտիվ երիտասարդներին նվիրելով, մեծերը համալսարանի բակի կանաչն ավելացրին։ Ծառատունկի համար ասացին երկրի օրվա եղանակը իդեալական խոնավության է։ Հերմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։